Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները այս տարի տեղի կունենան ժամանակից շուտ, ոչ թե հոկտեմբերին, այլ սեպտեմբեր ամսին։ Տեխնիկական խնդիրների պատճառով մեկ ամսով թիմ ընտրությունների օրը առաջ է բերվել։ Այս տարի կկայանա սեպտեմբերի 9-ին։ Ավելի շատ խոսակցություններ, որ պետք է լինի սեպտեմբերի 15-ին, բայց համընկնում էր մեր եկեղեցական այդ տոների հետ։ Տարին էլի նախընտրական տարի է, նախագահական ընտրություններ։ Այդ ընտրությունները որպեսզի իրար հետ մեկի քարոզարշավը մյուսի հետ չխառնվի, հարմար է գտվել, որպեսզի սեպտեմբերի 9-ին լինի։ Համայնքներում վաղուց է ինչ նախընտրական տրամադրություններ նկատվում են, շրջանառվում են համայնքի ղեկավարների հնարավոր թեկնածուների անուններ։ 86 համայնքների գործող համայնքապետերը գրեթե բոլորը կամենում են դարձյալ առաջադրվել նոր ընտրություններում որպես թեկնածու։ Գերակշռող մասը հանրապետականներն են, այնուհետև անկուսակցական համայնքի ղեկավարներ, օրինաց երկիր, ունենք նաև դաշնակցական, քիչ են թվով իհարկե եւ բարգավաճ։ Պայքար դարձյալ կլինի ՀՀԿ-ԲՀԿ կուսակցությունների ներկայացուցիչների միջև։ Խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ն Շիրակի մարզում մեծ վստահության քվե է ստացել եւ սպասվում է, որ մեծ թվով թեկնածուներ կառաջադրի թիմ ընտրություններում։ Դեռ քաղաքական որոշում չի կայացվել, որ համայնքում ինչ կարգավիճակով, միտեղ համայնքապետի, մյուս տեղերում գուցե ավականու կարգավիճակով, բայց կարծում եմ լուրջ մենք մասնակցություն կունենանք։ Հանրապետական կուսակցությունը եւս մեծ թվով թեկնածուներ կառաջադրի տարբեր համայնքներում, հատկապես որ առաջիկայում նախագահական ընտրություններ են։ Արդյունքը ինչպես խորհրդարանական, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կունենա թեկնածուներ տարբեր կուսակցություններից։ Գյումրիում, մարզկենտրոնում եւ մարզի մյուս երկրորդ խոշոր քաղաքում Արթիկում կլինի ընդգծված պայքար։ Գյումրիում արդեն մեկ ամիս շրջանառվում է քաղաքապետի թեկնածուների տարբեր անուններ։ Առայժմ Գյումրիի գործող քաղաքապետն է հայտարարել իր առաջադրվելու մասին։ Հույդան եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւս Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար թեկնածուներ կառաջադրեն։ Գյումրիի մասով միանշանակ մասնակցելու ենք սեփական թեկնածուով։ Արտիկում դեռ ընթացքի մեջ է որոշումը, տեղի մարմիններն են որոշում իրենց գործունեությունը, թե ավականու թեկնածու կունենանք, թե քաղաքապետի, իսկ համայնքներում Ախուրյանում ունենք, ինչպես գիտեք, մեծ համայնքներից կան համայնքներ, որոնցում ունենք եւ գործող եւ նոր առաջադրվող թեկնածուներ։ Գուցե կա արդեն նախնական պայմանավորվածություն ուղղակի որոշումը չի կայացվել, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը Գյումրի քաղաքում անպայման մասնակցություն կունենա։ Հուլիսը համեմատաբար հանգիստ կլինի։ Քաղաքական ուժերն ու գործիչները կսկսեն ակտիվանալ օգոստոսի սկզբում։ Օգոստոսի 5-ից սկսվում է թեկնածուների առաջադրումը, որից հետո կմեկնարկի քարոզչության ակտիվ շրջանը։ Քրիստինա Մկրտչյան, Տիգրան Գասաբյան, Գալանյուս։